Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, Facebook-յան ընկերներ ջան։ Ուրեմն քիչ առաջ համացածում այս Մոսկվաբնակ օլիգարխ այս փնթի կուսակցության անդամների եւ մերժված խուլիգան բանդայի կարկառուն ակտիվի, ինչ չէ նաեւ կուսակցության անդամների կողմից միացենց ողջավորված մեկնաբանությունների գրառումների ենք ականատեսներն, որ ասում են յանը իշխանության սատարողները կրթության հետ խնդիր ունեն, չգիտեմ, ամեն ինչի հետ խնդիր ունեն, դրան մի խոսքով իրանց այդ անգրագետ, իրանց խուլիգան, իրանց փնթի կերպարը, տեսակը, իրանց ընտանիքի անդամների կենսագրությունը ռեզումի, ասենց փորձում են վերնագրեն 100,000-ավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, քանի որ մենք նաև հասկանում ենք, որ այդ մարդիկ սիրահարված են հայ մարդկանց պիտակավորելու, անուն կպցնելու, այդ մարդիկ սիրահարված են այն խոսույթին, որ իրանք մի քանի հոգով հենց ավելի զարգացած, ավելի մակարդակով Երևան մնացած 100,000-ավոր քաղաքացիներից, մենք դա շատ լավ գիտենք եւ իրենք իրանց ապրածով անընդհատ դա մեզ իրանց մասին հիշացրել, իրանց տեսակի մասին հիշացրել են եւ միջի հիմա հիշացնում են, որ այդ մարդիկ, որ մի օր հայ մարդուն չվիրավորեն, չպիտակավորեն, տարբեր լեքսիկոններով, բառապաշարներով, այդ օրը երևի իրանց համար օր չի։ Դրա համար իրանք արժանացել են հայ մարդու գնահատականին, եւս հունիսի 7-ին կարժանանան, վերջնականապես կարժանանան հայ մարդու գնահատականին եւ իրենք այդ փնթի տեսակը, այդ լկտի տեսակը վերջնականապես կանհետանա քաղաքական մակարդակով հայ մարդու տեսածդաշտից։ Վերջնականապես հայ մարդը հունիսի 7-ին քաղաքական մակարդակով տասնյակ տարիներով սպասված իր վրեժը իրականություն կսարքի, իրականություն կդարձնի եւ վերջնականապես իրենց դատավճիռը կորոշի։ Մոսկվաբնակ օլիգարխի 2018 թվականի մերժված խուլիգան բանդայի դատավճիռը վերջնական կորոշի եւ այդպիսով տասնյակ տարիներով հայ մարդը իր սպասված վրեժը քաղաքական մակարդակով իգոց սարքելով այդպիսով սրանց լինելությունը, սրանց գործունեությունը, սրանց հաճոցները, սրանց վիրավորանքները ուղած հայ մարդուն վերջնականապես կկասեցվի Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ասեմ ավելին, որ սրանք հունիսի 7-ին ավելի քան երբևիցե հայ մարդուն շատ մոտիկից կճանաչեն եւ շատ մոտիկից, չափից դուրս մոտիկից կճանաչեն եւ կծանոթանան հայ մարդու հետ։ Ես համոզված եմ, սրանց այս լկտի պահվածքը կայանում է նրանում, որ սրանք մինչև հիմա չեն ճանաչում հայ մարդուն։ Մինչև հիմա եւ հունիսի 7-ին սրանք կճանաչեն հայ մարդուն շատ մոտիկից եւ հայ մարդու ուժը, կարողությունը իրենց սեփական մաշկի վրա կզգան քաղաքական մակարդակով։ Այնց որ այդ որ տենց պիտա Մոսկվաբնակ օլիգարխ, այդ որ փոքրիկ փնթի խմբակը հայ մարդու զարգացության մակարդակի վրա կասկածում է եւ հեգնանքով հայ մարդու մակարդակից է խոսում։ Գիտեք ինչ, մի հատ հաղորդում կա Հյուսիսային պողոտայում լրագրողը մի հատ աղջկա հարց է տալի, ասում է, ինչ նոր տարվա կապակցությամբ, ասում է, ինչ կցանկանաք մաղթանքներ նոր տարվա կապակցությամբ հայ ժողովրդին, ասում է, կցանկանանք մի քիչ զարգանան։ Այդ լրագրողը հարց է տալի, ասում է, դու որտեղ ես ապրում, ասում է, Ռուսաստան, ասում է, կտրված, երևում է, որ զարգացած ես։ Հիմա այ Մոսկվաբնակ օլիգարխ, այ փնթի, այ հայ մարդկանց խոպանչի սարքած, այ հայ մարդկանց կոպեկ աշխատավոր հայ մարդկանց խոպանչի սարքած, այ աշխատավոր հայ մարդկանց աշխատացած 2 կոպեկների գրոշների դիմաց աշխատավոր հայ 2 կոպեկ գրոշների դիմաց աշխատավոր հայ մարդկանց աշխատացրած եւ աշխատավոր հայ մարդու աշխատանքի արդյունքի շնորհիվ հարստացածներ, այ հայ մարդու ռազմավարական կարևորագույն արժեք ունեցող հարստությունը 2 կոպեկների գրոշների դիմաց ձեռք բերած եւ անձնականը հարստության համար աշխատացրած ստահակ, այ հայ մարդկանց տասնյակ տարիներով թալանած ստահակներ, բա զարգացած եք, բա դուք Մոսկվա եք ապրել, բա դու զարգացած կլնեք, բա ինչ կլնեք։ Հիմա ձեր նման փնթի տեսակ եկել է զարգացության վրա է հեգնում հայ մարդը ոնց պետք է զարգանար, ոնց պետք է կրթվեր, բարձր գիտելիքներ ձեռք բերեր, երբ որ չկար պայմաններ, երբ որ հայ մարդու բարձր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորության հաշվին հարստացել եք,
Հայաստանի Հանրապետությունը ոնց պետք էր զարգանա, ոնց պետք էր ուժեղանա, որ Հայաստանի Հանրապետության ուժեղացման հաշվին դուք եք ֆինանսապես ուժեղացել եւ ձեր կիլլերներին եք ուժեղացրել։ Ոնց։ Որ մի պետություն ոնց պետք է հզորանար, զարգանար, որ տասնյակ տարիներով ձեր կողմից արևանգված է եղել եւ մի հսկա պետություն աշխատացրել եք ձեր անձնական հարստության համար։ Ոնց։ Հայ մարդը զարգանում է 2018 թվականից միջ առեսօրս եւ զարգանալու է հավերժ եւ ցմա։ Հայ մարդու բարձր գիտելիքների ձեռքբերման հնարավորությունը ստեղծվել է 2018 թվականից։ Այսօր արդեն տասնյակ հարյուրավոր մանկապարտեզներ, դպրոցներ կառուցելով, որտեղ որ հայ մարդու բարձր գիտելիք ձեռքբերելու հնարավորությունը ամբողջովին ապահոված է։ Բա ոնց պետք է հայ մարդը զարգանար, ոնց պետք է հայ մարդը բարձր գիտելիքներ ձեռք բերեր, երբ որ չուներ մանկապարտեզներ եւ դպրոցներ։ Երբ որ դուք այդ հայ մարդկանց մանկապարտեզները եւ դպրոցները ձեր սեփականությունն եք սարքում, ձեր, չգիտեմ, զուգարանի թղթի զավոդներն եք դնում, որտեղ որ մարդկանց ծեծելու համար ձեզ համար օֆիսներ եք սարքում, որ մարդկանց հրավիրեք նկողներ եւ ծեծի ենթարկեք հայ մարդկանց։ Ձեր ձեթի գործարաններ եք դնում, ձեր կալբասի գործարաններ եք դնում, ձեր կանսերվի գործարաններ եք դնում։ Բա ոնց պետք է հայ մարդը զարգանար։ Ոնց, որ բոլոր այդ մանկապարտեզներ, դպրոցներ օտարում եք եւ ձեր սեփականությունը սարքում։ Հայ մարդը հիմա է զարգանում։ Հայ մարդը հիմա է բարձր գիտելիքներ ձեռք բերում, որովհետեւ հայ մարդու բարձր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունը հիմա է ստեղծված։ Հարյուրավոր դպրոցներ, մանկապարտեզները այսօր մեզ ապացույց եւ վկա։ Գիտեք ինչ, ձեր փնթի կենսագրությունը մի վերնագրեք ես մարդկանց։ Ձեր սեփական ընտանիքի անդամների կենսագրությունը ռեզումյան, կոմետների, գրառումների տեսքով մի վերնագրեք հայ մարդկանց։ Այ փնթիներ, անկախ նրանից թե ինչքան գրառում կանեք, ինչքան կոռնակ, ձեր էությունը չի փոխվում։ Ձեր ով լինելը, ինչ լինելը չեք կարողանալու բարթեք հայ մարդու վրա։ Ձերներդ կտրած վերինգեք տեղներդ մնաց 2-3 ամիս, հաշված օրեր մնաց, ձերներդ կտրած վերինգեք տեղները, որ էսա հունիսի 7-ին վրա է հաստում տասնյակ տարիներով հայ մարդու սպասված վրեժի ժամանակը եւ քաղաքակիրթ մակարդակով հայ մարդը հունիսի 7-ին տասնյակ տարիներով սպասված իր վրեժը լուծելու է ձեզնից եւ հունիսի 7-ին գշերը ժամը 12-ին ձեր լինելությունը, ձեր գործունեությունը կասեցնելու է Հայաստանի Հանրապետությունում։ Այ Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի սպառնալիքներ, այ հայ մարդկանց տասնյակ տարիներով առնակ համարած, ստրախի մթնոլորտի մեջ պահած սամասու դարածներ, այ հայ մարդկանց արունը ծծածներ, այ հայ մարդկանց խոպանչի սարքածներ, այ մարդկանց հարստության հաշվին հարստացածներ, այ հայ մարդուն խոսքի ազատությունից զրկածներ, այ հայ մարդուն իր սեփական պետությունում գործունեություն ծավալելուց, ներդրումներ անելուց զրկածներ, այ հայ մարդու ոնց ասեմ, այ հայ մարդուն իրենց սեփական մայրաքաղաքում, իրենց սեփական քաղաքի սրտում կրակած սպանածներ, այ հայ մարդու հարստության հաշվին հարստացածներ, այ հայ մարդու զարգացման հաշվին զարգացածներ, էդ ինչ եք եկել, ում եք ասում, այ հայ մարդու հետ երբևիցե կապ չունեցած ամբարոյականի վաստակներ, այ հայ մարդու այրան կարոտ մնացածներ, կեցե անկախ, ինքնիշխան, ինքնուրույն իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե խաղաղությունը, կեցեն մեր փոքրիկ բալիկները, որ ապրում են եւ ապրելու են զարգացող, խաղաղ եւ երջանիկ իրական Հայաստանի Հանրապետությունում։ Կեցե հայ մարդու սեփական ձեռքբերումը, կեցե հայ մարդու սեփական լեգիտիմ իշխանությունը, որ գործում է իշա իր սեփական ժողովրդի, որ գործում է իշա իր սեփական պետության եւ ժողովրդի շահերից ելնելով։ Կեցե հայ մարդու սեփական լեգիտիմ իշխանությունը, որ հայ մարդուն բերել է խաղաղություն եւ երջանկություն։ Կեցե հայ մարդու սեփական լեգիտիմ իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ այսօր հայ մարդը
ապրում եւ ապրելու է զարգացող խաղաղ եւ երջանիկ իրական Հայաստանի Հանրապետությունը։ Կեցե հայ մարդը, որ հաշված օրերի ընթացքում հունիսի 7-ին վերջնականապես տասնյակ տարիներով սպասված իր վրեժը քաղաքակիրթ մակարդակով լուծելու է ձեզնից եւ ձեր լինելությունը, ձեր գործունեությունը կասեցնելու է իրական Հայաստանի Հանրապետությունը։ Դուք Մոսկվա բնակ օլիգարխ, օտարի օգտագործող լանդ մերժված Ղարաբաղյան խուլիգան բանտար ռոբասերժական ստահակներ հունիսի 7-ին ձեր քաղաքական վախճանի օրն է, հունիսի 7-ին հայ մարդու սպասված վրեժի օրն է, քաղաքական մակարդակով հունիսի 7-ին ձեր լինելությունը եւ գործունեությունը կասեցվելու օրն է իրական Հայաստանի Հանրապետությունում։ Քանի որ դուք մերժված չիբուրաշկա, բերանը ծուրտի խոխա պրիվետ ռոբիկ, Մոսկվա բնակ օլիգարխ օտարին սիրարված օտարի շայրը սպասարկող օտարի լանդ, քանի որ դուք հայ մարդու երջանկության սպառնալիքն եք, հայ մարդու զարգացման սպառնալիքներն եք, հայ մարդու խաղաղության սպառնալիքներն եք, դուք Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի սպառնալիքներն եք։ Քաղաքական մահ Հայաստանի Հանրապետության զարգացման, խաղաղության, երջանկության սպառնալիքներին եւ այդ քաղաքական մահը հունիսի 7-ին գալու է եւ մտնելու է ձեր տների մեջ։ Անհամբեր սպասեք հունիսի 7-ին։ Մինչև հունիսի 7-ը դուք ունեք հնարավորություն հայ մարդկանց պիտակավորելու, հայ մարդկանց վիրավորելու։ Ու ասում եմ պատասխանատու, թող ես այս խոսքիս համար քննադատվեմ սեփական կուսակցության կողմից, թող ստանամ նկատողություն, բայց պետք է ասեմ, նրանք ովքեր հայ մարդուն պիտակավորում են, նրանք ովքեր վարչապետ ընտրած քաղաքացիներին պիտակավորում են, վիրավորում են, հայհոյում են, ես ուղիղ այդ բոլորին ասում եմ, դուք սրբությունների հետ կորցած անբարոյականի վաստակներն եք, դուք ձեր ընտանիքի կենսագրությունը, ձեր կանանց, ձեր մամաների ով լինելը, ինչ լինելը, ձեր ով եւ ինչ լինելը մի պիտակավորեք, մի վերնագրեք վարչապետ ընտրած քաղաքացիներին։ Նրանք ով վարչապետ ընտրած քաղաքացիներին պիտակավորում, վիրավորում են տարբեր գրեհիկ բառապաշարներով, բոլորը դրանք սրբությունները կորցրած անբարոյականի վաստակներն են։ Եվ թող իրենց ընտանիքի, իրենց մամաների, իրենց պապաների, իրենց աղջիկների ով լինելը, ինչ լինելը, իրենց ընտանիքի ռեզոմյան կոմետների տեսքով չարտահայտվեն, գրառումների տեսքով չարտահայտվեն։ Այս ինձանից որևէ մեկը ակտիվ չլինի, ինձանից որևէ մեկը ակտիվորեն աջակից ակտիվ աջակից չլինի, բայց ես երբևիցե ինձ թույլ չեմ տվել բերանը ծուրտիկ ընտրած խոխին, մերժված չբուրաշկին, Մոսկվա բնակ օլիգարխին, տոտալի շայրը սպասարկող այդ լանթին, ես երբեք ինձ թույլ չեմ տվել դրանց ընտրողներին, դրանց աջակիցներին վիրավորեմ կամ պիտակավորեմ, որովհետեւ դա կարմիր գիծ է, որովհետեւ դա ոչ միտեղ չի տեղավորվում, ոչ կյանքի օրենքում, ոչ սահմանադրական օրենքում, ոչ քաղաքականության մեջ, ոչ միտեղ ոչ մորակարգում դա չի տեղավորվում, որը կարա մարդ թույլ տա քաղաքական Հայաստանի համար, ով ում աջակցում, ով ում ընտրել, պիտակավորի տարբեր գրեհ բառապաշարներով, հայհոյանքներով խոսիթ ունենա։ Ես զուտ տարվա մեջ թույլ չեմ տվել ոչ մի քաղաքացու, անկախ նրանից թե քաղաքացին ում աջակցում, քաղաքացուն պիտակավորի եւ սենց անուններ կպցնեմ։ Հիմա դուք ձեզ թույլ եք տվել, դուք ձեզ թույլ եք տվել ու ձեզ թույլ եք տալիս վարչապետ ընտրած քաղաքացիներին տարբեր գրեհիկ խոսություններով մեկնաբանություններ տակ, հա, վիրավորեք, նրանք ովքեր իրանց դեմքով թույլ են տվել, ուրեմն դուք բոլորդ անհամբեր սպասեք ինձ։ Ես գալու եմ քաղաքակիրթ մակարդակով ձեր հետևից եւ դուք ձեր այդ հայհոյանքների, այդ պիտակավորումների համար պատասխան եք տալիս։ Եվ այդ պատասխանը լինելու է շատ ցավոտ քաղաքամակարդակով եւ այդ պատասխանի ցավը դուք միջնավ կյանքներիդ վերջ զգալու եք ձեր սեփական մաշկի վրա քաղաքական մակարդակով։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Կեցե անկախ ինքնիշխան, ինքնուրույն իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայ մարդը, որ ապրում է եւ ապրելու է ինքնիշխան, ինքնուրույն իրական խաղաղ, երջանիկ, զարգացող իրական Հայաստանի Հանրապետությունում։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավը լինելու։ Ես իմ ասելիք ասեցի, քաղաքական մակարդակով իմ շատ կոպիտ արձագանքը ձեզ տվեցի եւ այս քաղաքական կոպիտ արձագանքները դուք նաեւ կարող եք ընկալել ոչ եթերային բառապաշարով։ Ես քաղաքակիրթ մակարդակով հնարավորինս ամեն ինչ արի քաղաքակիրթ մակարդակով ձեզ արձագանքեմ, բայց հարգելով այս հարթակը, հարգելով իմ կուսակցության կարգախոսը,
խորհրդորները, կանոնները, օրենքները ես չափը չեմ ասում, բայց դուք կարող եք ամենայն սուր ձևերով ընկալեք, որ ամենայն սուր ձևերով եմ ձեզ ասում, ու շատ կոպիտ ձևերով եմ ասում։ Ուղղակի ինչ պատճառներով նախ առաջինը, որ այս հարթակը թույլ չի տալիս, այս հարթակի օրակարգը թույլ չի տալիս, երկրորդն որ իմ սեփական կուսակցության օրենսգիրքը թույլ չի տալիս, բայց դուք կարող եք կոպիտ, ամենայն կոպիտ ձևերով հասկանաք, հասկացաք, նրանք ովքեր պիտակավորում եւ անուններ են կպցնում իշխանության ընտրած 100,000-ավոր քաղաքացիների, իսկ դուք ձեր այդ հայոյանքների, ձեր այդ ձեռ առնելու համար անձամբ ինձ քաղաքակիրթ մակարդակով կսպասեք, որովհետև ես այո գալու եմ ձեր հետևից։ Արդեն ձեզանից, ովքեր որ իրանք թույլ են տվել հայհոյանքներով հանդես գան վարչապետ ընտրած քաղաքացիների հասցեին, ձեր դեմքերը ֆիքսված է եւ ես արդեն իսկ քաղաքակիրթ մակարդակով գալիս եմ ձեր հետևից։ Լավ եղեք, Աստծո։